ենք ձեր խոսքը եւ նախնական զրույցում ասացիք, որպեսզի այս մոտ 1 րոպեանոց անգամ ավելի կարճ տեսանյութը միացնենք, որի հետ կապված դուք ասելիք ունեք, կարող է հիմա հակերտ որը ցույց կտա, թե որքան նվաստացած է Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի անփառունակ հակահայ ազգակործան քաղաքականության շնորհիվ։ Армянская армия полностью в разрушенном состоянии и не способна противостоять нам еще даже в большей степени, чем это было во время Второй Карабахской войны. И мы очень пристально следим за всеми попытками военного строительства в Армении. И своими силами, и с помощью их партнеров. Поэтому откровенно и открыто я говорю, что если мы увидим хоть малейшую угрозу нашей безопасности, эта угроза будет немедленно уничтожена. А где бы она ни находилась, на какой глубине территории Армении она бы ни находилась, мы ее просто уничтожим. Գիտեք, սիրելի հայ ժողովուրդ, որպեսզի դու պատկերացնես քո վիճակի ողջ ողբերգականությունն ու անպաշտպանվածությունը, այլ լսեք, որ Նիկոլ Փաշինյանը բանակը հասցրել է ավերման այնպիսի աստիճանի, որ Ալիևը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության բանակը ավերված վիճակում է, անմարտունակ վիճակում է եւ սպառնում է, որ եթե Հայաստանի Հանրապետությունը փորձի բանակը հզորացնել, որս վտանգ սպառնա Ադրբեջանից, մենք չգիտենք, թե Ադրբեջանը որը կհամարի, ինչպիսի վիճակը կհամարի իր անվտանգության վտանգ եւ կոչնչացնի Հայաստանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության տարածքի ցանկացած կետում։ Ահա Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը, երբ նիկոլական թուրքական ապրանքները, այդ ոհմակը ասում են մենք ինքնիշխան ենք, ես ուզում եմ, որ բոլորդ հասկանաք, որ ինքնիշխան պետության հասցեին ոչ մի ուրիշ երկիր նման հայտարարություն չի կարող անել։ Խաղաղություն կոչված փաստաթուղթը ոչ այլ ինչ է, այլ ոչ այլ ինչ է, քան իրավունք Ադրբեջանին ցանկացած պատրվակով միջամտել, վերահսկել, կործանել Հայաստանի Հանրապետությունը։ Եվ այս ելույթը ապացույցն է նրան, որ մի բանակ, որը 8 տարի զորավարություն չի կատարել, չի կարող մարտունակ համարվել եւ պետք է ենթարկվի այլ պետության կողմից սպառնալիքների։ Նայեցեք, 2026 թվականին Հայաստանի Հանրապետության պաշտպանական բյուջեն կրճատվում է 5%-ով։ Մինչդեռ Ադրբեջանի Հանրապետության պաշտպանական բյուջեն ավելանում է 44%-ով։ Եթե 25 թվականին 25%-ով էր ավելացել, ապա այսօր ավելանում է 44%-ով։ Դուք հասկանում եք Նիկոլ Փաշինյանը ինչ է անում։ Մինչև դրա այդ դավաճան կապիտուլյանտ ստախոսի իշխանության գալը Հայաստանի Հանրապետության բանակը ավելի մարտունակ էր, քան Ադրբեջանի բանակը։ Հիմա Հայաստանի Հանրապետության բանակը մարտունակ չէ եւ չի կարող լուծել իր առջև դրված խնդիրները։ Գիտես, երբ ծնողը գնում է, տեսնում է ինչ որ մի բարեկարգ կառույց, որտեղ իր երեխան կուշտ ուտում եւ կուշտ տակ քնում է, դա բանակ չէ։ Երբ 800 երկրապահի ծերացած տղաների տանում են, լցնում են խրամատները, որպեսզի զինվորներին մանկապարտեզի վիճակում պահեն եւ զորավարություն չեն անցկացնում, որ մարտունակ լինի, այդ զինվորին մահվան է դատապարտել Նիկոլը։ Եվ եթե 800 հոգի գնում են դիրքեր, 5600 հոգի փող են ստանում պետությունից, դա առերևույթ հանցագործ կոռուպցիա է, որի հեղինակները երկրապահում են նստած։ Չի կարելի համակերպվել այդպիսի հայտարարությունների վրա։ Հետ չի կարելի համակերպվել։ Դա ապտակ է հայի ինքնասիրությանը։ Դա ապտակ է այս անինքնասեր հարբեցող ծաղրածու իշխանությանը։
Եվ գիտեք ինչն է հետաքրքիր, որ համատարած ավերման մեջ Թալանն այնպիսի վիճակի է հասել Հայաստանի Հանրապետությունում, որ արդեն Նիկոլ Փաշինյանը եւ իր շրջապատը չեն էլ թաքցնում այդ Թալանի փաստերն ու երևույթները։ Որը կառավարությունը գնումների մասին օրենքի փոփոխություն է ներկայացնում ազգային ժողով։ Այդ փոփոխություններով ուշադիր լսեք, այդ փոփոխություններով Հայաստանի Հանրապետության առանց այն էլ շատ վատ գնումների համակարգը դարձնում են 50 ԿՊ-ական կազմակերպություն եւ ԿՊ-ական անդամների համար կերակրադաշտ այնպիսի ահռելի չափերի, որի մասին խոսելը անգամ սարսափելի է։ Ես բերեմ վիճակագրական տվյալները, պետական տվյալները 2025 թվականի դեկտեմբեր մինչև ամիսը ըստ վիճակագրական տվյալների կառավարության եւ ենթակա կառույցների ծախսը գնումների ոլորտում կազմել է 8 տրիլիոն դրամ։ Ուշադիր լսեք, 8 տրիլիոն դրամ, որի 70%-ը կատարվել է ոչ մրցույթով, մեկ անձին տրված շնորհի, մենաշնորհի միջոցով։ Իսկ այդ մեկ անձերը այս կոռումպացված թալանչի իշխանությունների դեպքում հասկանալի է ովքեր։ Ես նորից եմ ասում, այն 50 կազմակերպություններն են, որոնք ակնառու կապ ունեն ԿՊ-ական վերնախավի անդամների հետ։ Նայեցեք, ըստ մեկ անձի առանց մրցույթի կատարվել է 5 տրիլիոն 600 միլիարդ դրամի գնումներ։ Եթե վերցնենք, որ այդ գնումների շահույթը կազմել է 30%, մինիմալն եմ ասում 30%, որովհետև երբ կարդում ես, թե մեկ գրիչը, որը արժե 100 դրամ, ինչպես են 200 դրամով գնել, հասկանում ես, որ կոռուպցիան 100% է, առերևույթ կոռուպցիան 100% է, բայց ես վերցնում եմ մինիմում, այլ բիզնեսի խղճի մտոք եմ վերցնում 30%-ը, ապա կազմում է 1 տրիլիոն 600 միլիարդ դրամի կոռուպցիոն ռիսկ է գնումների համար, իսկ 1 տրիլիոն 600 միլիարդը դա 4 միլիարդ 421 միլիոն դոլար է կազմում։ Ներեցեք 3 միլիարդ, ներեցեք 3 միլիարդ 421 միլիոն դոլար է կազմում։ Դուք հասկանում եք ինչ է դա։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը եւ իր ԿՊ-ական վերնախավը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից միայն մեկ անձից կատարվող առանց մրցույթի գնումներից տարեկան թալանում են Հայաստանի Հանրապետության բնակիչներից 3 միլիարդ 421 միլիոն դոլար։ Դա մոտավոր թիվ է։ Տնտեսագետներն ասում են 4 միլիարդ, ես իմ հաշվարկներով 3 միլիարդ եմ ասում։ Թոշակառուի փողը չեն ավելացնում, բայց իրենց թալանի համար, պետական բյուջեի թալանի համար հատկացնում են այնքան փող, որ կարելի էր նվազագույն թոշակը կրկնակի բարձրացնել։ Նվազագույն թոշակը, որ 350,000 Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ այսօր ապրում են, նվազագույն զամբյուղի, կենսապահովման զամբյուղի 30%-ի չափով են ապրում, այսինքն աղքատության մեջ են ապրում 350,000 քաղաքացիներ, 350-ից 380,000 քաղաքացիներ աղքատության մեջ են ապրում, չեն բարձրացնում, որպեսզի այդ մարդիկ գոնե կարողանան ապրել, մինչդեռ ԿՊ-ական վերնախավը իր մանկլավիկների, իրենց սպասարկողների հետ միասին թալանում են թոշակառուի 5 տարվա թոշակը։ 5 տարվա թոշակը։ Դուք պատկերացնում եք ինչ թալանը։ Ահա թալանը։ Ես բերում եմ վիճակագրական տվյալները։ Ես բերում եմ կառավարության տվյալները,
որտեղ գրված է, որ 70% գնումները կատարվել են մեկ անձինց, առանց մրցույթի։ Եթե մի հատ լուրջ տնտեսական վերլուծություն եւ վերահսկողություն լինի, ապա այդ 50 կազմակերպությունները եւ նրանց հովանավորները կկանգնեն սարսափելի փաստի առաջ։ Այսինքն նրանք թալանել են այնքան, որքան համարյա մեր պետական պարտքը ավելացել է։ Դա կեսի չափով էլի մոտորապես 50%-ի չափով։ Դուք պատկերացնում եք ինչ է կատարվում։ Սիրելի քաղաքացիներ, դուք պատկերացնում եք։ Թոշակառուի փողը չեն ավելացնում, գիտես, անմեղսունակ, պարանոիդ շիզոֆրենիա եւ տառապող մի ոչնչություն ազգային ժողովի ամբիոնից հայտարարում է, պարզապես հայտարարում է, որ եթե մենք 11,000, 10,400 իրենը խելոքի տեղ դրած ճշտում է թիվը 10,400 ավելացնենք, թոշակառու չի կարող արդյունավետ օգտագործել իրեն տրվող փողը։ Եթե մենք 20% ավելացնենք, թոշակառուն ինչ պետք է անի, 20,000 ավելացնենք, 27,000 է ծախսելու ջերուսման վրա միայն։ Դրա համար չենք ավելացնում։ Նորմալ մարդը կարող է նման բան հայտարարել, կամ նորմալ թոշակառու։ Դու չես վիրավորում, որ դու քեզ համարում են հիմար եւ համարում են անխելք, որ դու չես կարող քո փողը ծախսել։ Իսկ դա փոխարեն հայտարարում են, մտցվում է բան, պարտադիր բժշկական ապահովագրություն։ Սիրելի հայրենակիցներ, բերեմ ապահովագրության այդ կեղծ լիները։ Նախ բժշկական թանկարժեք վիրահատությունների միայն 10%-ն է ընդգրկված ապահովագրության մեջ։ Բերեմ մի օրինակ, որպեսզի դուք հասկանաք։ Մինչև այդ շտապ օգնության սպասարկումը ձրի էր Հայաստանի Հանրապետությունում։ Ձրի էր։ Այսուհետ դուք կարող եք ձրի կանչել 8 շտապ օգնության կանչ կարող եք ձրի անել, որից հետո դուք պետք է արդեն 9-րդի դեպքում 10,000 պետք է մուծեք։ Հիմա սրտի քրոնիկական հիվանդ Հայաստանի Հանրապետությունում կա 120,000 սրտի քրոնիկական հիվանդություն ունեցող մարդիկ, որոնք ես ճշտել եմ դա առողջապահության նախարարությունից 110,000 սրտի խնդիր ունեցող։ Այդ մարդիկ ամսական կարող են 4-5 կանչ կանչել։ Էլ ուր մնաց բժշկական ապահովագրությունը, որը 8-րդ կանչից հետո ինքը 10,000 պետք է մուծի։ Կան անկողնային հիվանդներ, հազարավոր անկողնային հիվանդներ, որոնք կարող են մի քանի անգամ ամսվա ընթացքում կանչի կարիք ունենան։ Կան ճնշմամբ տառապող հիվանդներ, որոնք կարող են ամեն օր կանչել սրսկումների համար, բարդ սրսկումների համար։ Այսինքն 8-րդից հետո պետք է իրենք ավելին մուծեն, քան բա։ Դա ոչ թե բժշկական ապահովագրություն է, այլ բժշկական թալան է։ Բժշկական թալան։ Կամ կանգնում են, հայտարարում է առողջապահության նախարարը, չգիտեմ ով էր հայտարարում, ես YouTube-ով տեսա այդ հայտարարությունը, որ գիտեք ինչ կա, շատ տարածված ստենդավորման համար մարդիկ այլևս չեն ընկնի վարկեր վերցնեն, պարկեր վերցնեն։ Ես գնացի հիվանդանոց, ուսումնասիրելու համար, ճիշտ է, ոչ, ստում եք ստենդավորման համար միայն օպերացիայի արժեքն է հանված։ Սպասարկման եւ ստենդի արժեքը չի հանված, կրճատվել է 30%-ով։ Բուժ ապահովագրությունը 30%-ով է կրճատված։ Այնտեղ բուժ ապահովագրությունը 30% է մուծում, մնացած 70%-ը մտնում է դրա մեջ։ Այսինքն մարդկանց 20% իբր թե բարձրացրել են թոշակը, բայց դա սուտ է։ Ես ուրիշ բան ասեմ։ Մարդիկ պետք է ամսական 50,000 առևտուր անեն, որպեսզի 20% վերահաշվարկվի եւ նստի իրենց քարտի վրա, այսինքն 10,000 նստի իրենց քարտի վրա։ Ճիշտ է։ Հիմա նայեցեք, Հայաստանի Հանրապետությունում 350-ից 380,000 մարդ թոշակառու ստանում է 36,000։ 36-ից 40,000։
Եվս մի 100,000 կարծեմ 50,000 չի հասնում։ Նրանք իրենք ամսական 36,000 թոշակառուն պետք է 3 ամիս առևտուր անի, որպեսզի դառնա 100,000, որպեսզի իրեն 2 ամսվա հետ վճար ներկայացնեն։ 1 ամիսը կորցնում է ինքը, տարվա մեջ 4 ամիս ինքը չի ստանում վերահաշվարկ իր թոշակի։ 4 ամիս։ Հասկանում եք ինչ է կատարվում։ Որովհետև իր թոշակը չի բավարարում, որպեսզի ինքը հետ ստանա այդ 20%-ը 50,000 չի լրանում իր բանը։ 3 ամիս ինքը պետք է իր թոշակը հավաքի, կամ 3 ամիս ինքը պետք է բանը առևտուր անի, ընդ որում ոչինչ չառնի ուրիշ տեղից, միայն սիտիների եւ 8 սուպեր խանութները, որոնք Աննա Հակոբյանն եւ Նարեկ Նալբանդյանին են պատկանում, պետք է այդտեղից առևտուր անի, որպեսզի իրենք ստանան։ Նաեւ մտցրել են մի սարսափելի երևույթ, որ պետք է հատուկ քարտ իրենք ունենան, եւ միայն այդ քարտի վրա պետք է կատարվեն, այսինքն երբ 50 դրամով թանկացրեցին, իշխանության հարակից մի կազմակերպություն վերցրեց այդ սպասարկումը, այդ քարտերի, որոնք ոչ ձրի չեն այդ քարտերը, այդ թալանը էլի փող են մուծում, որպեսզի քարտ վերցնեն 500 դրամ, հետո այդ քարտերով իրենք վերահսկում են շարժը, եւ թե ուր է գնում այդ շահույթները, ոչ ոքի հայտնի չէ, բայց ինչպես վիվարոները խաղատների շահույթը այն գնում է օֆշոր։ Հիմա թոշակառուների վերահսկման այդ փողը վերցրել են իրենց վրա եւ իրենք են թալանում։ Ես նույնիսկ եմ ասում, դա թոշակառուի բարձրացում չէ, որովհետեւ եթե մարդը 36,000 ստանա, չի կարող 50,000-ի առևտուր անել։ Ուստի եւ չի կարող 20% ավելավճար ստանալ։ Նա պետք է 3 ամսում 100,000-անի 2 ամսվա հավելավճար ստանա։ Ինքն էլ այնտեղ գրված է հետաքրքիր բան, ամեն ամիս ինքը պետք է 50,000-անի, եթե այդ ամիս 50,000-ի առևտուր չի անում, ուշադիր լսեք, 50,000-ի առևտուր չի անում, նա չի կարող հետ ստանալ։ Գիտեք, տարածված է հիմա կասաների մոտ կանգնած են թոշակառուներ խեղճ, ով որ տեսնում են քարտով չի կանխիկ է անում, ասում են կարող ենք մեր քարտով էլի անցկացնենք դա, որ մեր վրա գրվի այդ 5,000-ը, 3,000-ը, ողորմություն խնդրելու նոր ձև են ստեղծել։ Թոշակառուներին ոչ միայն Նիկոլ Փաշինյանը անվանեց հիմար, այլ դա դարձեց մուրացիկ, կասաների մոտ կանգնած մուրացկանություն են անում, որպեսզի ինչ-որ մեկը իր առևտուրը փոխանցի կատարի իր քարտով, կանխիկ մուծելով, քարտը անցկացնի առևտրի համար, որպեսզի իրենք կարողանան փող ստանալ, այդ 10,000 ողորմությունը ստանալ։ Ահա Նիկոլի կատարածը եւ դրա կողքին կառավարության աշխատակազմը 4 միլիարդ դրամ պարգևավճար է ստացել։ 10 նախարարությունները միասին 16 միլիարդ դրամ պարգևավճար են ստացել։ Ներքին գործերի նախարարությունը 3 միլիարդ, պաշտպանության նախարարությունը 2 միլիարդ։ Հասկանում եք։ Բոլոր ծառայությունները եւ կառավարության կազմի մեջ մտնող կազմակերպությունները 5 միլիարդ դրամի պարգևավճար են ստացել, որը կազմում է 30 միլիարդ դրամ։ Միայն Նիկոլ Փաշինյանը 17 միլիարդ դրամի պարգևավճար է ստացել։ Միայն ինքը իր երկու Գրիգորյանն ու Խաչատրյանը իր երկու վարչապետի տեղակալները ստացել են 51 միլիոն 600 հազար պարգևավճար։ Եվ առանց ամաչելու, առանց լկտիաբար, ցինիկաբար հայտարարում են, որ ճիշտ են արել, որ իրենք իրենց պարգևատրել են։ Եվ եթե դրանից հետո որևէ մի ուսուցիչ, որևէ մի թոշակառու, որևէ մի գյուղացի,
որ մի ազնիվ աշխատող սրանց ընտրի, ապա սրանք ճիշտ են, հայ ժողովուրդն է սխալ։ Եթե այնքան լկտի են, այնքան ցինիկ են, որ 36,000 դրամ են տալիս 380,000 Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տարեվերջին նոր ամանոր նշելու համար, իսկ իրենք 30 միլիարդ դրամ են պետական բյուջեից թալանում իրեն շքեղության համար, որովհետև իրենք չժխտեցին, որ դա շքեղության համար է, որովհետև իրենք ասեցին, այո, պարգևաճառ տվել ենք, որպեսզի լավ հագնվենք, շքեղ կոստյումներ առնենք, լավ ապրենք, մենք պետք է լավ ապրենք։ Մեկը կար, չգիտեմ, առողջապահության նախարարը, ներքին գործերի նախարարը, որ ասում է, ինչ եղել, ես լավ կրթություն եմ ստացել, $200,000 տունն ինչ է, որ չառնեմ։ Ես 4 բարձրագույն կրթություն եմ ստացել, գիտությունների թեկնածու եմ, գրքերի հեղինակ, $2,000 չունեմ։ Ես կրթություն չեմ ստացել, որ չունեմ։ Բառապես ես հայրենասեր եմ, չեմ վաճառում իմ հայրենիքը, իմ խիղճը, իսկ դուք ստոր թրքահապատակ ոչնչություններ եք։ Ամբողջ ողբերգությունը։ Եվ դա դեռ ավարտը չէ, գիտեք, Մարիամ ջան, դուք գիտեք, որ պարգևավճարները բաժանվել են առաջին կիսամյակի այսպես կոչված ամփոփումների համար։ Դեռ մի կիսամյակ էլ իրենք պետք է ամփոփեն տարեվերջի համար։ Եվ շատ շուտով կգտնեք, որ նորից պարգևավճարներ պետք է բաժանեն։ Ինչու պետք է նորից պարգևավճար բաժանեն մարտ ամսին, որովհետև ընտրություններից առաջ նիկոլական, թուրքահապատակ, ազգային, ազգը կործանող բանակը պետք է կաշառք ստանա, դա կոչվում է պետական ընտրակաշառք։ Պետական ընտրակաշառք։ Ավելին ասեմ։ Միայն 2025 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի դեֆիցիտը կազմել է 400 միլիարդ դրամ, դա մոտավորապես $1 միլիարդ է, սակայն Հայաստանի Հանրապետության պետական պարտքը 2025 թվականին աճել է 2 միլիարդ 800 միլիոն դրամով։ Թե ուր է գնացել այդ փողը։ Ոչ ոք չգիտի։ Ոչ ոք չգիտի ուր է գնացել այդ փողը։ Հայաստանի Հանրապետության պետական պարտքը 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 14 միլիարդ 531 միլիոն դոլար։ Եվ ոչ մի արդյունք, բացի ներկված դպրոցներից եւ 1-2 սանտիմետրանոց ասֆալտից, որը փչանում է 1-2 ամիս հետո, Հայաստանի Հանրապետությունում չկա։ Ոչ մի արտադրական ձեռնարկություն չի բացվել։ Ես թալանի ուրիշ օրինակ ասեմ։ Երբ Ավինյանը ելույթ էր ունենում, հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտի դեֆիցիտը, ֆինանսական դեֆիցիտը կազմում է 487 միլիոն դրամ։ Եվ մենք դա վերականգնելու համար 50 դրամով բարձրացրեցինք բոլոր տեսակի տրանսպորտերից, տրոլեյբուսներ բարձրացրեցինք 100 դրամով գինը, որպեսզի մինչդեռ պետք է այդ բարձրացումներով իրենք ստանում են 20 միլիարդ դրամ տարեկան եկամուտ։ Եվ օզարման 20 միլիարդ լրացուցիչ եկամուտ են ստանում տարեկան 487 միլիոն դեֆիցիտի պարագայում, որը 6 անգամ ավելի է, քան դեֆիցիտը, այդքան շահույթ են ստանում։ Եվ քանի որ տեխնիկական եւ աշխատանքային կազմակերպչական ղեկավարման փորձառություն չունեն, նոր մետրոպոլիտենի կայարան կառուցեն, 4 միլիարդ դրամ, թե 5 միլիարդ դրամը, որը հատկացված էր այդ շինարարության համար, վերադարձնում են պետական բյուջե ավտոբուսներ առնելու համար։ Բա լավ, ուր գնաց ժողովրդից թալանած 20 միլիարդ դրամը։ Պարոն Ավինյան, երևի Սևանի տունն եք կառուցում դուք։ Են մի քանի միլիոնանոց տունն եք Արաբկիրի թաղամասում գնել այդ փողով։ Թե Էջմիածնում այդ հսկայական հողատարածքներն եք գնել, որպեսզի
համբալիզմով տարապող ձեր հայրը քրոնիկական հիվանդություն է դա, բավարարված զգա իրեն։ Ես ուղղակի ապշում եմ։ Լավ, մարդիկ, դուք այդ հարցերը ձեզ չեք տալիս։ Չեք տալիս, թե ուր է գնացել Հայաստանի Հանրապետության 14 միլիարդ 531 միլիոն դոլարի, հասկանում եք, 8 միլիարդ 331 միլիոն դոլարը, 8 միլիարդը Նիկոլ Փաշինյանը իր իշխանության օրոք փող է վերցրել, բանակը ավելել է, երկիրը ավելել է, գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը ավելել է, եւ նույնիսկ պարտք է վերցնում, հունվար ամսին 150 միլիոն Եվրասիական տնտեսական բանկից պարտք են վերցնում, գիտեք ինչի համար։ Պետ եկամուտների կոմիտեի աշխատանքների բարելավման համար։ Պետ եկամուտների կոմիտեն, որը բացարձակ օգուտով աշխատող կազմակերպություն է, որովհետև իր հավաքագրումներից իր շահույթն ունի, 150 միլիոն դոլար վերցնում են իր համար։ Եվ ասեմ է, որ այդ 8 միլիարդ դոլարի մեծ մասը, մոտորապես 5-6 միլիարդը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ չի մտել։ Այն Հայաստանի Հանրապետությունը պարտավորություն է վերցրել եւ մնացրել։ Եվ իզուր չի, որ ֆինանսների նախարարն ասում է, դե ինչ եք պարտքից խոսում, մի միլիարդը փոխարինվում է մի ուրիշ միլիարդով, ինչու եք պարտքից խոսում։ Իսկ Նիկոլ Անհողին Դավաճան ազգային ժողովում ասում է, հա, պետք պարտքը բոլորիս ուսերին ծանրացել է, բայց լավ ենք ապրում։ Այսինքն այդ միլիոնավոր դրամներ, պարգևավճարներ ստացողը, երկիրը թալանողները լավ են ապրում։ Իրեն թվում է, թե բոլորն են լավ ապրում։ Մի քանի հոգի իր հետ պատտվում է այդ կրկեսը, շրջիկ կրկեսը, անուն դրել են շրջիկ կրկեսը, եկեղեցուց եկեղեցու բանը փողով։ Նույն մարդիկ, որոնք հարկադրված փող են տալիս գնան այնտեղ եւ գլուխները կանգնում են հետո արագ գնում են։ Ուրեմն Թալինում վերջերս Կիրակի օրը պատարագին մասնակցել է 250 հոգի, որոնցից 200-ը պաշտոնյաներ էին եղել, ոստիկաններ, ԱԱՑ աշխատողները, 50-ն էլ այդ պաշտոնյաների բարեկամներ են։ Եվ ի՞նչն է հետաքրքիրը, Մարիամ ջան, ասեմ, որ դա շատ հետաքրքիր բան է։ Երբ Նոլդու Փաշինյանի երգը դրել էր մի հայրենասեր թալինցի, իսկական Տես, բոլոր գլուխները կախած։ Բնասարակության ստորացումն է ցույց տալիս, թե ոնց է Փաշինյանը վերջին 5 տարում ինչպես ան ստորացնում, անգամ մեր կրոնն է դարձրել ստորացման ու ծիծաղի առարկա Ադրբեջանի համար։ Իմ այս ակցիան միայն այդ նպատակն էր ցույց տալու համար, որ հասարակությունում բոլորը համաձայն չեն այստեղ ունեցող երևույթի։ Նայեցեք, կանգնած են տասնյակ մարդիկ, ոստիկանության աշխատողներ, ԱԱՑ աշխատողներ, սովորական քաղաքացի էլ կար, բայց ոչ ոք չպաշտպանեց Նիկոլ Փաշինյանի ստորացումը, որովհետև բոլորը հասկանում են, մի կտոր հացի աշխատավարձի համար իրանք եկել այնտեղ կանգնել են, 20,000, 50,000 դրամի համար, որ իրենց տալիս են, դրա համար եկել կանգնել են, որպեսզի ներկա դնեն, բայց իրականում այդպես իրենք համաձայն այդ մասին։ Ես ուրիշ բան ասեմ։ Թալանի այնքան օրինակներ կա, արքա քարտը ուղիղ կապված է օֆշորային կազմակերպության հետ։ Նայեցեք, օֆշորային կազմակերպության հետ արքա քարտի տերերը Հայաստանի Հանրապետության թոշակային կուտակային ֆոնդի տերերից մեկն է, որը գրանցված է օֆշորում։ Ինչու է Նիկոլ Փաշինյանը եւ իր սատելիտները արքա քարտ ուզում մտցնել հետ վճարների համար։
Որովհետև արկակարտը պետք է գնվի 500 դրամ։ Հասկանում եք։ 500,000 անգամ 500 դրամ, տեսեք ինչ փող է կազմում։ Դա մի քանի միլիոն դոլար է կազմում։ Թալան է, անդադ թալան է։ Անդադ թալան է։ Դուք հասկանում եք ինչ է կատարվում։ Որտեղ մատդ կպցնում ես, թալան է։ Եվ արդեն մամուլում լույս են տեսնում այնպիսի սարսափելի բաներ, որ թուրքերը չեն արդեն թաքցնում, որ ճորտացրել են Հայաստան։ Հայաստան գոյություն չունի։ Ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան չի թաքցնում։ Ֆիդանը ուղիղ հայտարարում է, որ գալիք ընտրություններում իրենք սատարելու են Նիկոլ Փաշինյանին։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարում է, որ գալիք ընտրություններում իրենք, ինչու, որովհետև արդեն 2 տարի է, ցեղասպանության հուշարձանը փակել է Նիկոլը, քանդել է, 2-րդ տարին է արդեն։ Հայաստանի Հանրապետության սփյուռքը մեկուսացրել է, եկեղեցին ավերում է։ Եկեղեցին ավերում է։ Եվ եթե հայ ժողովրդի պաշտպանությունը վեհապարին եւ հայոց եկեղեցուն մի քիչ թույլ լիներ, այդ ոչինչի առաջ կանգնող թուրքահպատակ Նիկոլը, թուրքերին ծառայող հարբեցող ծաղրածու Նիկոլը, ես Ալիևի խոսքերն եմ ասում, բավականին վախուց ավերել էր ամեն ինչ։ Բայց մենք խնդրում ենք մի հատ տեսանյութեր ու այդ որտեղ ինձ ոչ մեկ ոչ մի բան չի ասել, պատահական պիտի ամեն ինչ պիտի լինի, ոգևորվեցին ոչ մի բանից դերակ չեմ, ես եկել եմ պատահակի իրականը, ինչպես որ բնականon ուժացն է եղել, Մարդիկ փորձելու են ուժով խոչընդոտել, գուցե ձեզ դուք եք տեսնում, դուք ուժը ինչքան ուժայիններ կան, բնականաբար այդպես չէ։ Եվ պետք է ներկայացնել մարդիկ պատահակի մասին։ ձեր քայլերը ինչպեսին պիտի լինեն, ինչ պիտի Ուրեմն պատահակի չգիտեմ։ Ոնց որ միշտ է։ Խնդրեմ, բարիքուն իմաստով սպառնում են, մեզ նաև մեկ երեք համացանցում հրապարակներ եղավ, որ քահանային ասել են, ընտանիքին են սպառնացել, ասել են Դա գիտեք ինչի նման է։ Դա գիտեք ինչի նման է, երբ Սիսիանի, Գորիսի կամ Երևանի խանութներում գնում են ԱԱՑ-ն եւ հարկային տեսչությունը մարդկանցից խանութները խլում են, որպեսզի Աննա Հակոբյանին տան կամ Նարեկ Նալբանդյանին տան, ասում են մենք այդպիսի բան չենք արել։ Հիմա եկեղեցու նկատմամբ ԱԱՑ-ն, որը պետական անվտանգության ծառայություն եւ ճիշտ էր ասել այն Գորիսեցին 2020 թվականին, երբ ԱԱՑ-ն վերընթերցեց, արա դուք Ադրբեջան ազգի ծառաներն եք, ճիշտ է ասել, գնում են ԱԱՑ-ն էլ ոչ մի բան չունի, տեղական կառավարման մարմինների ղեկավարները ոչինչ չունեն անելու, քահանաներին սպառնում են, որ դուք էս արեք ու այն արեք, ու ամբողջ պետական մեքենան հարձակվել է 800 եկեղեցականների վրա, նրանցից ընդամենը 20 հոգին են, ատամները կրճտացնելով վախից հարել իբր թե բարեփոխման այդ ծրագրին։ Դուք պատկերացնում եք, եւ ես նորից ասում եմ, Թալինում 250 մարդ է եղել, որից 200 եղել են ուժային կառույցների ներկայացուցիչներ կամ Նիկոլի հետ գնացած պաշտոնյաները։ Այն 50 հոգին էլ, բարաբար այդ պաշտոնյաների բարեկամներն են, որոնք փողով կամ խաթրով եկել են, որպեսզի ֆոն ստեղծեն։ Եվ վերաբերմունքը իրական Նիկոլի Քեցին Նիկոլի ճակատում Թալինի եկեղեցում, որ Օլդու, Նոլդու Նիկոլ այդ ստորացուցիչ երկի համար ոչ ոք չկանգնես պաշտպանելու համար, որովհետև նա էլ ոչ մեկի կողմից պաշտպանության չի արժանանում։ Սա է դա, այո, սարսափելի ճնշումներ են գործադրում։ 2 օր առաջ փողոցում պատահաբար հանդիպեցի մի քահանայի, որին դեռևս ես Սիսիանից, Գորիսից եմ հիշում, որը եղել է իմ զինվորը, զինվորական քահանան է եղել, գնդերեց է եղել։ Ասես պարոն Հովհաննիսյան, դուք չեք պատկերացնում ինչ սպառնալիքներ են հնչեցնում։
Անգամ քահանաներից մեկին ասել են բռնաբարության հոդվածով քեզ կդատեն, գետը չմիանաս։ Դուք պատկերացնում եք ինչեր են անում։ Գեղարդը, որը ամենամեծ սրբությունն է քրիստոնյա աշխարհում, տես տականք վիժվածք Նիկոլը կասկածի տակ դրեց։ Որի պրտե Գեղարդի մաս է վաճառվել։ Դուք հասկանում եք ինչպիսի հարված է մեր հավատին, մեր եկեղեցում, մեր սրբությանը։ Հանուն նրա, որ Փաշազադեի հրամանը, Ալիևի հրամանը կատարի։ Որովհետև Փաշազադեն ասել է, հայոց եկեղեցին կարող է դառնալ այն ուժը, որ մենք երբ Արևմտյան Ադրբեջանը գրավենք, հայ ժողովրդին կազմակերպի մեր դեմ։ Եվ եթե ինչ որ մեկը դա չի հասկանում, ապա նա հայ չէ։ Այն միլիցիոներներ, ԱԱՑ-ականներ, որ գնում եք եկեղեցիներ եք գրավում, որպես Նիկոլը գա, կանգնի այնտեղ քահանաներ, որոնք սրբապիղծ պատարակ եք անում, նեռի ներկայությամբ, դուք բոլորը պատասխան եք տալու։ Եվ ես շարունակեմ։ Երբ կաղին կերած խոզը ազգային ժողովի այդ պատգամավորը ասում եմ ժողովուրդ 16,000-ից թոշակը բարձրացել ենք 36,000 շնորհակալ չեք։ Նախ 36,000 դուք չեք բարձրացրել։ Հիշենք 2018 թվականի մարտին պարոն Աբրահամյանի հետ Սերժ Սարգսյանի հարցազրույցը, որտեղ ինքը ասաց, որ միջին թոշակը պետք է 2019 թվականին 10%-ով բարձրանա։ Ընդհանրապես թոշակները 10%-ով բարձրանան, միջին թոշակը 2 անգամ պետք է բարձրանա։ Դա դրված էր 18 թվականի բյուջեում։ Արդեն այդ ծախսը դրված էր։ Եվ երկրորդ բանն ասեմ, տնտեսագետներից մեկը իմ աշակերտը հաշվել էր։ Եթե 2018 թվականին 16,000 էր նվազագույն թոշակը, այն կազմում էր սպառողական զամբյուղի 61%-ը։ Ուշադիր լսեք, սպառողական զամբյուղի 61%-ն էր կազմում։ Հիմա երբ 36,000 է դարձել Նիկոլ Փաշինյանը, կազմում է սպառողական զամբյուղի 32%-ը։ Սպառողական զամբյուղը 89,000 է։ Դե 36,000-ը տոկոսայինով հաշվարկեք։ Սպառողական զամբյուղը, նվազագույն զամբյուղը 89,000 է։ Այսինքն աննախադեպ թանկացումներ են եղել։ Աննախադեպ։ Եվ այդ թանկացումները բերել են, որ 36,000-ով թոշակառուն 2 անգամ ավելի պակաս առևտուր կարող է անել, քան 16,000-ով։ Ահա Նիկոլի տնտեսագիտական ողբերգությունը, որին հասցրել է հայ ժողովուրդը։ Ուրիշ մի բան ասեմ։ Ես ապրում եմ Էրեբունի 7 հասցեում։ Ես մինչև 2021 թվականը գույքահարկ չեմ մուծել, որովհետև 60-ական թվականի հին շենք է, ամերտոզացիոն ծախսերը հանված է եղել, գույքահարկը բացառված է եղել այդ տանը։ Այս տարի պետք է մուծեմ 11,000 դրամ գույքահարկ։ Հիմա քանի տոկոսով է գույքահարկը ավելացել։ 0-ից 11,000։ Կարելի ասել 11,000 անգամ գույքահարկը բարձրացել է։ Մեկ դրամ էլ չի եղել, որ գոնե տոկոսով հաշվենք։ 0-ից 11,000։ Նայեցեք, 2021-25 թվականներին գույքահարկը բարձրացել է ըստ տարիների 25%, այդ ավելացած 25%-ի վրա 30%, հետո 50%, հետո 75%, 35%, այսինքն 275%-ով եթե շախմատային հաշվում ենք, դառնում է 300%-ով գույքահարկը թանկացել է։ Եվ գիտեք ինչն է սարսափելի, որ այս տարի այդ 300%-ով թանկացած գույքահարկը պետք է թանկանա 100%-ով։ Այսինքն եթե մինչև 21 թվականը 10,000 էին մուծում, հասկանում եք, հիմա մուծում են 300,000, մուծելու են 600,000, ես մոտավորապես եմ ասում։
Դուք հասկանում եք դա ինչ է։ Դուք հասկանում եք դա ինչ է։ Դա թալան է։ Ժողովուրդ, դա թալան է։ Եվ ես մոտավորապես հաշվել եմ, գիտեք այսպես մոտավորապես եմ հաշվել, Հայաստանի Հանրապետությունում կա 50 միլիոն քառակուսի մետր տարածք, տնտեսական բնակարանային տարածքներ, վիճակագրական տվյալներից դեռ չեմ վերցրել, ճիշտ մոտավորապես եմ ասում, հետո ճշտած ես կվերցնեմ ինչքան տարածք կա եւ ինչքան գույքահարկ է մուծվում եւ կասեմ, մոտավորապես Նիկոլ Փաշինյանի օրոք տարեկան այս 21-ից 25 թվականներին գույքահարկի միջոցով մոտավորապես 5 տրիլիոն դրամ փող է հավաքվել, այսինքն մեր 1.5 տարվա բյուջեի չափ փող է հավաքվել միայն գույքահարկից։ Միայն գույքահարկից։ Հասկանում եք։ Միայն գույքահարկից։ Եվ դեռ ավելին ասեմ։ Վերջերս կարդացի Սամվել Մխիթարյան օգտատերը Facebook-ում մի շատ հետաքրքիր վերլուծություն էր գրել, իհարկե գրել էր ըստ օդում պատտվող տվյալների, բայց բերեմ այդ դուրը։ Թուրքիան 400 միլիոն եվրո է նախատեսել Նիկոլ Փաշինյանի ընտրությունների համար, որից $100 միլիոն պետք է փոխանցվի հունվար ամսին, այս հունվար ամսին պետք է փոխանցվի, հունվար-փետրվար ամսին պետք է փոխանցվի։ Այնտեղ գրված էր TWF թուրքական կազմակերպությունը պետք է փոխանցի օգնության համար Նիկոլ Փաշինյանի համար։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը ընտրությունների ժամանակ ֆինանսավորվել է Թուրքիայից եւ Ադրբեջանից։ Հետո կկանգնի մի սուտկասի այն 211 միլիոն, որ Ադրբեջանը փոխանցել է Հայաստանին։ Այդպես էլ չիմացանք ով էր փոխանցել, ուր գնաց, ով կերավ այդ փողը, բայց Ալիևը հայտարարեց, որ ինքն է Հայաստանի Հանրապետությունում հեղափոխություն արել։ Նիկոլը մի սուտկասի կանցնի, այդ 100 միլիոններ մի սուտկասի կանցնի, կասի այդպիսի բան չկա, ով է ասել, բայց իրենք ներքին խողովակներով այդ փողը կստանան, եթե օդում պտտվում են այդ խոսակցությունները, ուրեմն դա ճիշտ է, եւ Հայաստանի Հանրապետության ընտրող յուրաքանչյուրը ով գնա ընտրի Նիկոլ Փաշինյանին, ընտրում է յաթաղանը ձեռքին, հաղի կնոջ փորը պատրաստ թուրքի, քարով հայ գլուխը ջարդող թուրքի, 500 երեխաներին կենթանի, թաղող, վրան պարող թուրքի է ընտրում, եթե ինչ որ մեկը Նիկոլ Փաշինյան ընտրի։ Եվ ասեմ, երբ Արդյունաբերության նախարարը իրեն հատուկ անպատկառությամբ, լկտիությամբ կանգնում հայտարարում է, որ լավ են աշխատել իրենք, ես բերեմ Եվրասիական տնտեսական միության 2025 թվականի վերլուծությունն ու հաշվետվությունը։ Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրների մեջ Հայաստանի Հանրապետությունը միակն է, որ ապրանքային արտադրությունը նվազել է 0.5%-ով։ Նվազել է 0.5%-ով։ Դա գիտեք ինչ է, դա ռեցեսիա է։ Դա բան չի է, հնայի ցուցանիշ չի, որ հարկերը տուրքերը բարձրացնես, ցույց տաս, որ ապրանքաշրջանը 3%-ով աճել է, հնան 5%-ով աճել է, դա արտադրություն է, դա կառավարում է, դա արդյունք է։ Դու չես կարող անդադ հարկ տուրք բարձրացնես։ Բայց արտադրության բերած եկամուտը անդադ կարող է աճել, որովհետև ինչ բարձ վերարտադրությունից բացի կա նաև ընդլայնված վերարտադրություն։ Դուք դիմեք շատ գրագետ գրզոն, ձեզ կբացատրի ինչ է նշանակում արդյունաբերական ապրանքների արտադրությունը, ընդհանրապես արտադրության նվազումը, դա երկրի ավարտն է, տնտեսական ավարտն է եւ տնտեսական ստրկացումն է։ Ամենտեղ թալան, ավերածություն
ես ասում եմ Նիկոլ Փաշինյանի թուրքական ապրանքները, թուրքական ապրանք եմ ասում ԿՊ կուսակցության բոլոր անդամներին, որովհետև իրենց լոգոն եւ իրենց ֆինանսավորումը, ինչպես նաեւ իրենց կոչերը թուրքական, Թուրքիայից վերցրած կոչեր են եւ թուրքական արտադրություն են նշանակում եւ մի 300 հոգի ոհմակ, որը հարել է դրանց ավերում են երկիրը, բայց բոլորիդ ասեմ Նիկոլ Փաշինյանը բոլորիդ օգտագործեց դենն նետես այսօրվա խմբին է օգտագործելու ու դենն նետելու եւ դուք ամաչելու եք ինչ որտեղ նստեք կամ տնից դուրս գաք, որովհետեւ դուք դավաճան հայասպան ազգակործան անհավատ սրիկաների կուսակցություն ու ոհմակ եք։ Ես կարտահայտեմ նաև կընդլայնեմ, օրինակ իմ մարտական հրամանատարը Աշոտ Մինասյանը, Աշոտ Երկաթը, որը Արցախյան ազատամարտի ժամանակ 12 փայլուն հաղթանակներ է կերտել եւ ամենտեղ հաղթանակ է բերել հայոց զենքին եւ հայ ժողովրդին, որը մի քանի անգամ սրտի օպերացիաներ ունեցել, այսօր բանտում է։ Եվ այն դատավորը, ով բանտել է, պատասխան է տալու։ Այն քննիչ, այն դատախազ, ով բանտել է, Նիկոլ Փաշինյան, դու պատասխան ես տալու։ Վարդան Ղուկասյանին համարել ես պատասխան տալու, ինչպես նաև Մանվել Գրիգորյանի համարել ես պատասխան տալու։ Ես բերեմ մի օրինակ։ Սրբազաններին դատած դատախազներին հեռացնում են համակարգից։ Հեռացնելու են, որովհետև արդեն իրենք օգտագործված, փչացած իրեն։ Պետք է դեն նետվեն։ Ես ուրիշ բան ասեմ։ Երբ Մանվել Գրիգորյանին կալանավորեցին, այդ ժամանակ ԿՊ-ական Էջմիածնի քաղաքապետ չկար, որ այսօր մի քանի հոդվածներով դատվում է։ Ինքը Նիկոլն է պատժելու բոլոր դավաճաններին։ Մանվելը անպարտելի սպարապետ մահացավ, բայց դուք բոլորդ սատկելու եք, անփառունակ գերեզմանել չեք ունենալու։ Աշոտ Մինասյանը հաղթական հրամանատար եղել է կա ու կմնա։ Իսկ Աշոտին դավաճանած, Աշոտին բանտ նստացրածներդ հայասպան ոչնչություններ եք եւ նեմեսիսը ձեր հետևից գալու է։ Վարդան Ղուկասյանը ինքը ասել է, որ միությանական պետություն, որը Արեշտիկ ունի, միջուկային զենք ունի, պաշտպանված է բոլոր երկրների հարձակումներից, միությանական ընդ որում Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը միությանական պետությունների մեջ մտնելու արգելք չունի։ Սահմանադրությունը միությունների հոդված կա, որտեղ գրված է, որ թույլատրվում է միություններ, կազմակերպություններ, միջազգային կազմակերպությունների եւ միջազգային կառույցների հետ համագործակցել։ Մարդը ասել է Ռուսաստանը միջազգային կազմակերպությունը համագործակցել միությանական պետության ձևով։ Ոչ մի բան չի ասել, պարզապես Նիկոլին հաղթել է։ Եվ Նիկոլը, եւ գիտեք ինչի 23 հոգի էլ ընտրել են ակտիվ նրանք, ովքեր Վարդան Ղուկասյանին բերել են հաղթանակի, չէ՞, ընտրությունների ժամանակ բոլորին մեկուսացրել է։ Բոլորին մեկուսացրել է։ Որովհետեւ նրանք քաղաքական ընտրական պայքարի ձև եւ միջոցներ գիտեն։ Նիկոլը պետք է ինչպես նաեւ Էջմիածնի ընտրությունների մասնակիցներին շինց ու կեղծ հոդվածներով կալանավորում են, որպեսզի կոտրեն, որպեսզի մյուսները, որ պետք է վաղը գնան ընտրություններին հականիկոլական քարոզ անեն, վախենան անել։ Ես Վարդան Ղուկասյանին, բոլոր սրբազաններին, Նարեկին եւ մյուս տղան Նարեկի հետ, Վազգենին, Աշոտ Մինասյանին կոչ եմ անում հանդիպեք, չարի վերջը եկել է։ Եթե չարը վերջ ունեցավ, ուրեմն հայ ժողովրդի վերջն է եկել, ուրեմն ափսոսելու ոչինչ չունենք մենք։ Բանտում կմեռնենք, թե թուրքը սարում կմորթի մեզ, ոչինչ չունենք։ Ապացույցը Ալիևի հայտարարությունը
կամ մտնենք ցանկացած տեղ Հայաստանի Հանրապետությունում կոչնչացնենք ձեզ։